Կանխատեսում հունվարի 19-ից հունվարի 25-ի համար։ Համաձայն դրան հունվարի 19-ի օրվա ծածկագիրը թվով 3 է եւ անհրաժեշտ է այս օրը կառավարել սեփական էմոցիաները եւ դուրս չգալ հավասարակշռությունից, կարողանալ ճիշտ որոշումներ ընդունել եւ սեփական որոշումների համար պատասխանատվություն կրել եւ անհրաժեշտ է երեխաների եւ կանանց հետ ունենալ ներդաշնակ հարաբերություններ։ Հունվարի 20-ի կանխատեսման համաձայն օրվա ծածկագիրը 4 է եւ անհրաժեշտ է որպեսզի սպորտով զբաղվենք, կարողանանք ագրեսիան պարպել սպորտ դահլիճում եւ կյանքի նկատմամբ ունենանք պատասխանատվության զգացում եւ մեկ օրվա կտրվածքով չապրենք եւ հույսը չդնենք մեր ծնողների ու հարազատների վրա։ Այսօր անհրաժեշտ է ձեռնարկել քայլեր գործնական կյանքում հաջողություններ եւ նոր գործ սկսելու համար։ Հունվարի 21-ի կանխատեսման համաձայն այս օրվա թիվը 5 է եւ անհրաժեշտ է որպեսզի մարդիկ կարողանան նոր միջավայր, նոր մարդիկ, նոր աշխատատեղ, նոր պայմաններ ստեղծել իրենց համար։ Երբ մարդիկ չեն ցանկանում տեղաշարժվել, նոր ուղղություններ բացահայտվել, կրթվել, ինքնակրթվել, նոր ուղղությունների հետևից գնալ եւ կյանքը բազմօրինակ դարձնել, անհրաժեշտ է տեղում չդոփել, տրվել կարծրատիպերին եւ անհրաժեշտ է այն ուղղությունները, որոնք ձեզ համար օտար են, այս օրը հենց սկսել բացահայտել եւ գնալ դրանց հետևից։ Այն ինչ կսկսեք այս օրը, անհրաժեշտ է ավարտին հասցնել։ Հունվարի 22-ի կանխատեսման համաձայն անհրաժեշտ է որպեսզի մենք ընտրենք ինքներս մեզ եւ հոգ տանենք մեր մասին, մեր ներքին երեխայի մասին։ Եթե այսօր կլինեն սուրանկյուններ եւ թե գործնական, թե անձնական հարաբերություններում, անհրաժեշտ է որպեսզի այստեղ կանգ առնենք ինքներս մեր վրա, նայենք դեպի ներս եւ եթե ընտրության հարց ունենանք, անպայման ընտրենք ինքներս մեզ եւ հավատարիմ մնանք ինքներս մեզ։ Գծենք սահմաններ ուրիշների համար, որպեսզի այլևս չհատեն այդ սահմանները, որոնք անկարելի են։ Հունվարի 23-ի կանխատեսման համաձայն օրվա թիվը 7 է եւ անհրաժեշտ է որպեսզի այս օրը շատ տեղաշարժվենք, մի կետից մյուսը գնանք եւ լինենք առավել ակտիվ, քանի որ օրվան նաև բնորոշ է հակառակը, ծուլությունը, պասիվությունը, մարդկանց հետ չշփվելու ցանկությունը, անհրաժեշտ է ճանապարհներին լինել ուշադիր, ճանապարհատրանսպորտային պատահարներից խուսափելու համար, այն ինչ կապված է շարժման հետ, այս օրը անհրաժեշտ է խստագույնս պահպանել եւ զգոն ու ուշադիր լինել։ Հունվարի 24-ի կանխատեսման համաձայն օրը կապված է պատճառ-հետևանքային կապի հետ եւ այնինչ արել ենք մենք նախորդող օրերին, գուցե պատասխանը տալու ժամանակը կլինի հենց հունվարի 24-ը եւ անհրաժեշտ է չզարմանալ, այլ գտնել կապը անցյալի հետ, այսինքն այնինչ կատարել եմ ես երեք, պատասխան եմ տալիս դրա համար այսօր։ Հնարավորինս ուշադիր եղեք, թե ինչ եք ասել, ինչ եք գործել եւ ինչ եք արել մարդկանց նկատմամբ, որովհետեւ պատասխանը տալու ժամանակը գուցե լինի հենց հունվարի 24-ը։ Մի փնտրեք բարի եւ չար, մի աշխարհը բաժանեք արդարի եւ անարդարի եւ մի գնացեք անընդհատ ձեր արդարության հետևից։ Հունվարի 25-ի կանխատեսման համաձայն օրվա ծածկագիրը 9 է, ավարտին հասցրեք այն ամենը, ինչ վաղուց պետք է ավարտին հասցնեք, բաց թողեք այն ներքին վիրավորանքը, որ ունեցել եք այս շաբաթվա եւ գուցե դրանից առաջ, եւ այն ամենը, ինչ իրեն արդեն սպառել է, ժամանակն է, որ ինքնական բաց թողնեք, որովհետեւ այն ամենը, ինչ մենք ինքնական բաց չենք թողնում, բնությունը իր կանոնների համաձայն է վերցնում եւ ավելի ցավոտ է լինում հետևանքները։